Ասու ժողովուրդ Սերդանց փարտ իրոջը Աստված կընդունե մեր սրդի խորքից փառաբանությունն ու գովեստը։ Դուք գիտեք հիմա երկնքում ինչ կկատարվի։ Հիմա կասեք մենք երկնքում երբ ենք եղել որ գիտենանք ինչ կկատարվի։ Աստծո խոսքի մեջ գրված է. գիշեր, ցերեկ, միշտ հավիտյանս հավիտենից փառաբանություն, գովեստ, երկրպագություն Արարիչ Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին միշտ փառք ու պատիվ։ Հիմա մենք էլ դեռ չենք գնացել երկինք։ Մենք երկրի վրա ենք ու կսպասենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյանը։ Մենք սկսենք երկրից փառաբանել, մինչև հասնենք երկինք, նորից շարունակենք Աստծուն փառաբանել ու պաշտել։ Ամեն, Աստծո ժողովուրդ։ Ես կուզենայի շատ անկեղծ լինեի ձեզի հետ, ոչ թե քարոզի տպավորություն, այլ ուղղակի սերդանց Աստծո հետ լինելու համար կուզենայի աղոթքի մասին խոսել։ Գիտեք որ երբ աղոթքը կդատարի մարդու կյանքի մեջ, կդատարի նաև քո ուժդ, քո իմաստությունդ, այսինքն Աստված ինչ որ տվել է, երբ որ դու աղոթ չես անե, Աստծո հետ չես քայլի, կամաց կմարի, Աստծո խոսքներ կմոռանաս, պաշտամուն գնալ էլ կմոռանաս, երբ որ հիշեցնեն պաշտամուն կնշանակի Աստծուն պաշտելու վայր։ Շատ մարդիկ կասեն, այսօր ուր պիտի գնաս, կասեմ պաշտամունքի, մեր տեսակը ուրիշ ձևով գնάει, պաշտամունքին որն է։ Պաշտամուն կնշանակի Աստծուն պաշտելու կգնամ։ Ուր ենք գնում մենք, հավաքվել ենք այս վայր, ինչու համար, որպեսզի Աստծուն պաշտենք։ Մինչև հասնենք երկինք, երկնային Երուսաղեմի մեջ, նորից Աստծուն պետք է պաշտենք։ Դուք գիտեք որ Աստծուն պաշտելով մենք կապրենք։ Եթե ուզում ես աճել, զորանալ, Աստծուն նմանվել, դու պետք է Աստծուն պաշտես ու միշտ Աստծո հետ քայլես։ Աստծո հետ քայլելու միակ միջոցը գրված է Աստծո հետ հաղորդակցություն ունենաս, այսինքն ես աղոթք կանես։ Դուք Աստծո հետ ինչպես կխոսաք, աղոթքի միջոցով, չէ՞։ Երբ որ ուզում ես Աստծո հետ հաղորդակցության մեջ մտնել, Աստծո ձայնը լսել, դու կսկսես աղոթք անել։ Աղոթքը նշանակե Աստծո հետ լինել։ Դու կարող ես նաև շատ անգամ խոսացել ենք աշխատանքի ժամանակ, ամեն տեղ քո հոգուց սրդիդ մեջ պաշտես Աստծուն, աղոթք կենես Աստծուն, թեև նեղության մեջ ես, նորից Աստծուն կդիմես, ճիշտ է։ Ինչ վիճակի մեջ է լինես, եթե քեզի հարց կտան, կսես Տեր Հիսուս, ինձ իմաստություն տուր պատասխանեմ, դա էլ է աղոթք, դու աղոթք կանես, ճիշտ է։ Կամ ինչ որ մետեղ մեկ վայր կգնաս, կսես Տեր Հիսուս, ինձ առաջնորդ է, ինձ իմաստություն տուր, շնորհ տուր, որպեսզի ես մենակ չմնամ։ Շատ անգամ եղել է Աստծո խոսքից հարցեր են տալիս։ Դու ինչպես պետք է պատասխանես, եթե խոսք չես կարդա եւ Աստծո հետ հարաբերություն չունիս։ Եթե ավետարանից քեզի հարցեր են տալիս, պատկերացրեք, դուք ասես ես 10 տարվա, 20 տարվա, 30 կամ 40 տարվա հոգևոր եմ։ Ճիշտ է։ Շատ համարձակ, իբր թե պարզենալով էլ շատերս կասենք, չէ։ Ես օրինակ 33 տարի Աստծո տան մեջ եմ։ Դիք պարզանք չէ։ Եթե հարցնեն Աստվածաշնչից հարց, ես ինչպես կարող եմ պատասխանել։ Ինչ որ հարց տան, ես ինչպես կարող եմ ճիշտ պատասխան տալ։ Պարզանքը շատ գնալու մեջ չէ, պարզանքը քո խոնարհության մեջ է։ Պարզանքը մենակ Քրիստոսի անունով է։ Դու կպարզենաս, որ Քրիստոսը քեզի հետ է, Աստված քեզի հետ է, Աստծո հոգին քո մեջդ է ու դու Աստծուն կփառաբանես։ Դա է պարզանքը։ Մենք ինչով դե պարզենանք կամ ումով դե պարզենանք։ Մենակ Աստծով։ Տարիների քանակով պարզանք չկա։ Իմ պարզանքս Տերն է։ Ես կպարզենամ, որ մինչև հիմա Տերը ինձ կյանք է տվել, ինձ շնորհք է տվել, իմաստություն է տվել, առողջություն է տվել, ամեն բան Տերն է տվել։ Ես Տիրոջով կպարզենամ։ Եթե դու քեզանով ինչ որ կարող ես բան անել, արա, առանց Աստծո ով կարող է ինչ որ մի բան անել։ Այս թթվածին որ մենք կշնչենք, ում տվածն է։ Ոչ մի մոլորակի վրա թթվածին չկա։ Երկրի վրա մարդ ստեղծեց Աստված ու թթվածին տվա, որ մարդը կարողանա շնչել ու ապրել։ Եվ ամեն բան տված է, ամեն բան տվել է Աստված։ Ես կուզենայի աղոթքի մասին կարդայինք, տեսեք Տեր Հիսուսը եւ Աստծո որդին լինելով
եւ Աստված լինելով եւ կատարյալ մարդ լինելով աշակերտներին կպատվիրի աղոտ կանել։ Ես կարդամ Մատթեոս ավետարան 26 գլուխ 36 համարից։ Այն ադեն Հիսուս անոնց հետ տեղ մը գնաց, որուն անունը Գեթսեմանի էր, ու ըսավ աշակերտներուն. հոս նստեցեք, մինչև որ ես երթամ, հոն աղոտ կնեմ։ Այս հոն բառը, այսինքն գնամ իմ հորս հետ աղոտ կանեմ։ Իրեն հետ առնելով Պետրոսը ու Զեբեդեոսի երկու որդիները սկսավ տրդմիլ ու վշտանալ։ Այն ադեն ըսավ անոնց. իմ անձս մեռնելու չափ տրդում է, հոս կեցեք ու ինձի հետ արթուն մնացեք։ Ու քիչ մը առջև երթալով իր երեսին վրա ինգավ եւ աղոտ կրավ ըսելով. ով հայր իմ, եթե կարելի է, թող այս գավաթը ինձմե անցնի, բայց ոչ թե ինչպես ես կուզեմ, ապա ինչպես դու կուզես։ Շատ հեշտ է չէ՞ խոսքերը կարդալ, բայց այդ ապրումները, այդ չարչարանքների միջով անցնելը, դա մենակ Աստծո որդին է անցել։ Աստծո որդին գիտեր, որ պետք է խաչվի, պետք է չարչարանք կրի, պետք է ծաղրվի եւ ամեն անարգ բաները կրե, ում համար, մեզի համար։ Եվ դրա համար Տեր Հիսուսը աղոտ կանե, որ ոչ թե իմ կամքս, այլ քո կամքը, Հայր։ Եվ երբ եկավ աշակերտներուն, Զանոն քնածած գտավ եւ ըսավ Պետրոսին. այդպես մեկ ժամ ալ չկրծակ ինձի հետ արթուն կենալ։ Արթուն կեցեք եւ աղոտ գրեք, որբեզի փորձության մեջ չմտնեք, հոգին օժար է, բայց մարմինը տգար։ Դարձյալ երկրորդ անգամ գնաց, աղոտ գրավ, ըսելով. ով հայր իմ, եթե անկարելի է այս գավաթը ինձ մե անցնի, առանց անկե խմելու թող քու կամքը դլա։ Եվ եկավ Զանոնք նորեն քնածած գտավ, վասնզի աչքերնին ծանրացած էր։ Թողուց Զանոնք ու նորեն գնաց, երրորդ անգամ աղոտ գրավ նույն խոսք ասելով, այն ադեն եկավ իր աշակերտներին ուսավ անոնց. ասկե հետո քնացեք ու հանգչեցեք, ահա ժամը հասավ, որտի մարդոյ մեղավորներին ձեռքը պիտի մատնվի, ելեք ասկե երտանք, ահա մոտեցավ անիկա, որ զիս պիտի մատնե։ Ես կուզենայի կանգ առնել այս խոսքի վրա, որ Տերը ասում է 41 համարը։ Արթուն կեցեք եւ աղոտ գրեք, որբեզի փորձության մեջ չմտնիք, հոգին օժար է, բայց մարմինը տգար։ Մենք շատ անգամ իմացել ենք, չէ՞ այս խոսքը, եղբայրները քարոզել են։ Տեսեք, մեր հոգին մենք կազմված ենք, մարդը կազմված է հոգի, մարմին եւ շունչ։ Միայն կարիքը ունի հոգին, Աստծուն կարիքը միայն հոգին ունի։ Ոչ շունչը կարիք ունի, թեև շունչը Աստված է տվել։ Ոչ է մարմինը կարիք ունի, թեև այդ մարմինն էլ Աստված տվել, մեր ծնողների միջոցով, ինքն է ստեղծել, ինքն է մինչև հիմա կենտանի պահ է, բայց Աստծուն փնտրելը, Աստծո ծառավ ունենալը միայն հոգին է։ Մի անգամ ես կմտածեի, ես կտեսնեմ իմ մարմինս, բայց իմ հոգիս չեմ տեսնի։ Ես շատ կմտածեի, ինչ բան է հոգին, կամ հոգին որտեղ կգտնվի։ Մեկ քանի վայրկյալվա մեջ Աստված ցույց տվավ ինչ բան է հոգին։ Ես զգացի, որ ես մարմնի մեջ եմ։ Պատկերացրեք, դուք ձեռնոց կհագնեք, չէ՞։ Եթե ձեռը շարժեք, չէ՞։ Ոչ մեկը չի ասի, այս ձեռնոցը կշարժվի, չէ՞։ Եթե մատներով շարժեք, չէ։ Կասեն, որ ոչ թե ձեռնոցը կշարժվի, այլ քո ձեռքդ։ Թեև քո ձեռքը չեն տեսնի, չէ, ձեռնոցը կտեսնին։ Բայց ձեռնոցը չէ, որ կշարժվի, այլ ձեռնոցի մեջի քո ձեռքն է շարժվողը։ Ես զգացի, թե ես ինչպես եմ մարմնի մեջ։ Ու այն զգացողությունն էր, որ ես չի ուզե մնա այս մարմնի մեջ։ Հոգու մեջ գտնվելով, այս մարմնի մեջ ոչ մի հետաքրքիր բան չկտա ես։ Ոչ մի որ ուզենայի որ այս բանի համար մնա ես մարմնի մեջ։ Ինչ որ մի հատ լավ բան չտեսա։ Հոգու մեջ լինելով ուզեցա ես Աստծո հետ լինել։ Այդ տպավորությունը, որ ես մարմնի մեջ եմ,
զգացի որ ես երկու մարդ եմ, համ մարմին եմ, համ հոգի եմ, ուղղակի ես մարմին եմ հակած։ Մենք հոգի ենք, Աստծո ժողովուրդ։ Այս ժամանակավոր տունը, ժամանակավոր վրանը, այս մարմինն է, բայց մենք անձամբ հոգի ենք։ Պատկերացնեք Աստծո ժողովուրդ, ինչ կասեմ։ Մենք հոգի ենք։ Դրա համար, եթե մենք հոգուն չենք տեսնի, հոգու համար աշխատանք տանելը ինչ որ թե շատ ենք մոռացել։ Չենք ուզում որ այդ հոգին աճի, այդ հոգին լեցվի, Աստծո ներկայությունով լեցվի, մարմինը չի լեցվի։ Մարմնի կամքը ընդհանրապես հագարակ է։ Մարմնավոր խորհուրդը Աստծո խորհրդին հագարակ է։ Մարմնավոր եղողները չեն կարող Աստծուն հաճելի լինել։ Եթե դու ուզում ես, որ Աստծուն հաճելի լինես, դու հոգով պետք է ապրես, հոգուդ մասին մտածես։ Տես ուղղակի ես կասեմ, մենք եկել ենք, որպեսզի մեր հոգին Աստծո հետ հավիտյան ապրի։ Դրա համար չենք հավաքվել, Աստծո ժողովուրդ։ Բացի Աստծուն պաշտելուց, Աստծուն երկրպագելուց, նաև որ մեր հոգին Աստծո հետ լինի հավիտյան։ Մեր հավատքի արդյունքը ի՞նչն է, հոգիների փրկություն։ Ճիշտ է, Աստծո ժողովուրդ։ Ես Աստծո խոսքից կասեմ։ Եթե կուզես, որպեսզի քո հոգիդ լեցվի, քո հոգով աճես, քո հոգով ուրախ լինես միշտ, դու պետք է Աստծո հետ լինես։ Աստծո հետ լինելու միակ ճանապարհը աղոթքն է։ Եվ նաև կարող ես ծոմապահությամբ էլ Աստծո հետ լինել։ Եվ Աստծո խոսքի կարտալով էլ Աստծո հետ լինել։ Դու փորձեք, ինչքան որ քարոզ լսեք, եթե տունը սկսեք խոսք կարտալ, շատ կտարբերվի։ Աստծո խոսքի կերակրվելը շատ կտարբերվի գիրք կարտալուց ու խոսք լսելուց։ Թեև հայտնության մեջ շատ անգամ կհիշատակենք այդ խոսքը, երանությունը երեք պայմանի մեջ է, ճիշտ է, երանությունը Հովանու հայտնության առաջի գլուխ 3-րդ խոսքը։ Երանելի են նրանք, ովքեր կկարտան, կլսեն ու կկատարեն այս մարգարության խոսքերը։ Եթե ուզում ես, որ Աստված խոսա քեզ հետ, դու գիրք կարտա։ Շատ հասարակ պայման է, շատ ուղիղ, բարդ բան չկա։ Ինչքան որ ես խոսքը լսեմ, շատ քիչ է, ես նաև կկարտամ այդ խոսքը։ Աստված երկու պայմանով կխոսա քեզ հետ, եւ Աստծո խոսածողի, եւ խոսքը կարտալու։ Համաձայն եք Աստծո ժողովուրդ։ Գիրք կարտալը շատ հրաշալի բան է, շատ օրհնյալ բան է, բայց ես կուզենայի աղոթքի մասին մտածեինք։ Տեսեք, շատ սուրբեր, երբ որ մենք քննենք Աստվածաշունչը, բոլոր մարգարեները, երբ որ Աստծո հետ են քայլել, նրանք միշտ Աստծո հետ, միշտ աղոթքի մեջ կապ են ունեցել։ Աստծո հետ միայն աղոթքն է։ Եթե կուզենաս Աստված քեզի բան հայտնի, դու պետք է աղոթք կանես։ Եթե կուզենաս ինչ-որ բան փոխվի, աղոթք կանես եւ նաեւ ինչպես հավատքով, ինչ որ աղոթքի մեջ հավատքով կխնդրեք, Տեր Հիսուսը ինչ ասեց, հավատացեք, որ ձեզի պետք է տրվի։ Նաեւ շատ համարների մեջ ասում է, որ Աստծո կամքի համաձայն։ Աստծո կամքը կենտանացնող է, Աստծո կամքը փրկող է, Աստծո կամքը քեզի ուրախություն ու կյանք կտա։ Թեև ես հոգս ունիմ, կուզենամ այդ հոգսից ազատվել, Աստված է կուզե, որ դու այդ հոգսից ազատվես, բայց դու չգիտես Աստված քեզ համար ինչ է պատրաստել, որ այդ հոգսի մեջ դու Աստծուց առնես։ Շատ մարդիկ ուզենան միշտ առողջ լինել, ճիշտ է։ Միշտ կուշտ լինել, ամեն ինչ լավ լինել, ու կգա ժամանակ, որ մի որոշ բաներ կբացակայի, դու առողջություն չես ունենա կամ ինչ-որ նեղության մեջ ես։ Դու մի մտածիր, որ Աստված քեզի թողել է։ Ոչ, Աստված քեզի ավելի լավ բան է պատրաստել դրա մեջ։ Եթե կուզես դու աճես, դու պետք է նեղության մեջ, այդ հիվանդության մեջ փնտրես Աստծուն։ Դա է աճը։ Շատ առողջ մարդիկ կան, որ մեզի հետ չեն։ Բայց այդ հիվանդության մեջ էլ Աստծո փառքը կերևա։ Շատ մարդիկ ասեն, ինչու համար այդ մարդը հիվանդ է, չի առողջանա, կամ ինչն է մեղքը։ Տեր Հիսուսը ինչ ասեց Անտամալուծի համար։ Աշակերտները հարցրեցին, ով է մեղավոր, ինքը թե ծնողները, որ այդպես հաշմանդամ է ծնվել։ Տեր Հիսուսը ինչ ասեց, ոչ մեկին էլ չէ մեղքը, այլ որ Աստծո գործերը նրանով հայտնի լինել։ Տեսեք ինչու համար էր։ Ամեն բան, ինչ որ կկատարվի, Աստված տեղյակ է, եւ Աստված լավ բան է պատրաստել քեզի համար։ Թող Տերը փառավորվի, թող Տերը օրհնե, զորացնե։ Եվ Սաղմոսներից կուզենամ կարդալ աղոթքի մասին, տեսեք 32 Սաղմոս 6-րդ խոսքը։
Այսօր համար ամեն աստվածապաշտ աղոտ պիտի ընե քեզի քու գտնվելու ժամանակդ արտարև շատ ջուրերու հեղեղներու ադենը անոր պիտի չմոտենան եւ որ դու Աստծո հետ ես եւ աղոտքի մեջ ես ոչ մի բան քեզի չի մոտենա ու քեզի չի վնասե որովհետեւ Աստված քեզի հետ է շատ անգամ մենք կասենք չէ Տերը հետ է բայց գիտես ամենալավ բանը դու կասես այդ մարդուն երբ որ Տերը մարդու հետ է այդ մարդը մենակ չէ ու այդ մարդը միշտ ուրախ է ու ցնծության մեջ է շատ անգամ եղել է որ կհարցնենք Սեն Անդրանիկ ինչի էսպես տխուր ինչու համար շատ կմտածես ու դա շատ սխալ է եթե ես կգնամ այնտեղ որտեղ որ Աստված կպաշտվի ու Աստված կփառավորվի ու նորից ես տխուր տուն կվերադառնամ երբ որ հարցնեին դու ուր ես գնացել ասեն պաշտամունքի եթե պաշտամունքի ես գնաց ինչ ես տխուր եթե պաշտամունքից կգաս ինչու ինչն է պատճառը կարող է ինչ որ խնդրել ես չես ստացել ինչ որ ուզենաք ինչ որ ցանկանաք հոգով Տերը ձեզի կտա եւ այդ տալու հետ միասին նաեւ ինչ կուտացես ուրախություն ճիշտ է որբեզի Տիրոջ խոսքը կատարվի ամեն ադեն ուրախ եղեք չէ դարձյալ կսեմ ուրախ եղեք Տերը թողոշնե զորացնե եւ Տիրոջ կամքով եթե ցանկություն կա որբեզի մենք միշտ 24 ժամյա աղոթներ անենք թեև Արմեն ախպերից հետո կասե ճիշտ է ովքեր որ կցանկանան միշտ Աստծո հետ լինելու միշտ աղոթներ անելու խնդրեն Տիրոջը այդ աղոթքի ցանկությունն էլ Աստված կտա այդ աղոթքի հոգին էլ Աստված կշնորհի թող Տերը փառավորվի ամեն աղոթ կանենք Աստծո ժողովուրդ